Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մթեֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Արցախի հանրապետությունը սեփականազրկվեց, ինչ է հայտարարել փաստաբանը։ Գերիներ, թրիփ, արտաքին հարաբերություններ, Արարատ Միրզոյանի հարցազրույցի առանցքային կետերը։ Ռուբիոյի մեկ ժամանոց այց ու Զվարթնոցում ստորագրված փաստաթղթեր, ինչ արեց ամերիկացի պաշտոնյան Հայաստանում։ Խորհուրդներ Շոյգուից Հայաստանին, ինչ է հայտարարել ռուս պաշտոնյան։ Եվրոպական երազանք, թե տնտեսական պատրանք, ինչ է տալու Կարս ախալքալակ երկաթուղին Հայաստանին։ Բաքվում սկսվել է Արցախի հայ առաջնորդների վերաքննիչ դատավարությունը, ում գործերն են կրկին քննելու։ Անհայտ աղբյուրները խաղում են հայտնի անունների հետ, ինչ արտահոսքեր են եղել։ Հաց, հավասարություն, հետո բռնապետություն, նիկոլիզմ, թե նեոբոլշևիզմ, պատմական զուգահեռների հետքերով։ Արցախի հանրապետությունը սեփականազրկվեց, դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցը եւ անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Փաստաբան Ռոման Երիցյանը դա որակել է որպես պատմական խայտառակություն եւ հայտնել է որոշումը կբողոքարկեն վերաքննիչ վարչական դատարանում։ Հայաստանում արցախցիները պայքարում են իրենց իրավունքների համար, զրկվում են միակ հաստատությունից, որը տեղահանությունից հետո դարձել էր նրանց միավորող միակ շենքը, Բաքվում էլ սկսվել է մեր հայրենակիցների վերաքննիչ դատավարությունը։ ՌԻԱ Նովոստին Բաքվի վերաքննիչ դատարանը հայտնել է, որ Արայք Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի եւ այլոց նկատմամբ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքն ընդունվել է քննության։ Գործը կքննի Բաքվի վերաքննիչ դատարանը դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ։ Արայք Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին եւ Դավիթ Բաբայանին նախկինում Բաքվի ռազմական դատարանը դատապարտել էին ՑՄՀ ազատազրկման։ Նրանք մեղադրվում են ռազմական հանցագործությունների համար։ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադադ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը եւ Լևոն Բալայանը 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։ Իսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ գերիների թեման մշտապես Հայաստան-ԱՄՆ երկխոսության մաս է։ Բայց նախքան դրա մասին խոսելը Միրզոյանը պարզաբանել է Գյումրիում արած արտահայտությունը։ Բանն այն է, որ Գյումրիում քարոզարշավի ժամանակ գերիների վերաբերյալ հարցի ժամանակ ասել է. մեջբերում են, ծնգլ արեցիք։ Լսենք Միրզոյանի պարզաբանումը։ Չեզոք կամ ճշմարտության մեջ շահագրգիռ մարդ այդ վիդեոն նայելով ինքն էլ կարող է հասկանա, իհարկե այն սկզբի մասը չկա, որտեղ ինձ անընդհատ հարց են տալիս դուք եւ ձեր գործընկերը եւ ես ասում եմ, ես չեմ պատասխանում հիմա հարցերին, որովհետեւ հանրավակ մեկնարկել նորից է հարց հնչում, այլ հարց քան գերիները, հա, այլ հարց։ Ես նորից եմ ասում, ես չեմ պատասխանում հարցերին, վերջում ես ասում եմ, ես չեմ պատասխանում հարցերին եւ ասում եմ ծնգլ արեցիք, ինչպես դուք եք ասում եւ ինչպես ես եմ իրականում ասել, եւ միաժամանակ զուգահեռաբար, ընդ որում ես արդեն հեռացած, հետևից հնչում է, իհարկե վիդեոյում դա շատ լավ է լսվում, որովհետեւ հարց տվողի բարձրախոսը իր մոտ է եւ հնչում է, լսվում է որ գերիների մասին հարցը, բայց հանրավակի աղմուկի մեջ ես արդեն մի քանի քայլ հեռացել եմ եւ հետևից հարց է հնչում, բնականաբար դա լսելի չէր իմ համար եւ ես չեմ հասկանում, որևէ մեկը կարա մտածի, որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլ արեցիք։ Այս պարզաբանումից հետո էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտապես անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերել գերիների հարցի վերաբերյալ, նաև ջանքեր գործադրել, որոնք հաջողություն են ունեցել։ Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այս հարցը իսկապես հնարավոր կլինի նորից մի նոր, այսպես ասած, հաջողություն ունենալ։ Այս հարցում ես երբեք չեմ արել հավաստիացումներ, մտածելով, որ սա այն դեպքն է, այն ոլորտն է, այն թեման է, որ երբ որ հաջողություն արձանագրվում է,
միանգամից բոլորս իմանում ենք, այդ հաջողությունը մեկն է, նոր գերիների ուրեմն ազատ արձակումը եւ քանի դեռ չկա այդպիսի հաջողություն նոր խմբի ուրեմն մեր պատանդների վերադարձ, ապա այնքան ուզում եք քննարկենք, չգիտեմ, որքան արժեք այդ քննարկումները եթե եւ ջանքերը։ Հետեւաբար այս անգամ եւս թույլ տվեք այսքանով սահմանափակվել։ Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կստորագրեն TRIP նախագիծը։ Նրա խոսքով կան TRIP-ով հետաքրքրվող երկրներ եւ ընկերություններ, սակայն անուններ չի տվել։ TRIP ասելով տենց իներցիայով անդադ կամ շարունակաբար մտածում ենք երկաթուղին, բայց չէ որ խոսքը նաև էլեկտրական, այդ գծերի մասին է, խողովակների մասին կարա լինի եւ այլն, կան տարբեր կողմեր, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել այս կամ այն բաղադրիչի նկատմամբ, այս կամ այն բաղադրիչի այս կամ այն կտորի մասով։ Իսկ ասուլիսին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի այցը Երևան։ Աշխարհի ամենազբաղված պաշտոնյաներից մեկը պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում մնաց ընդամենը 1 ժամ, բայց այդ 1 ժամը բավական եղավ, որպեսզի օդանավակայանում ստորագրվի ռազմավարական գործընկերության մասին հուշագիր եւ սկսվեն քննարկումներ, թե ինչու էր Վաշինգտոնը շտապում Հայաստան հենց այս փուլում։ Այցը պաշտոնապես ներկայացվեց որպես կարճ տրանզիտային կանգառ, սակայն նման մակարդակի փաստաթղթերը սովորաբար չեն ստորագրվում պատահական ճանապարհի։ Քաղաքագետներն ուշադրություն են հրավիրում ոչ միայն այցի անսպասելիության, այլև դրա ժամանակային համընկնումների վրա։ Թրամփի Չինաստան այցից, տարածաշրջանային նոր լոգիստիկ նախագծերից եւ Հայաստանի շուրջ մեծացող աշխարհաքաղաքական մրցակցությունից հետո։ Դիտենք Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժը։ Թրամփի Չինաստան այցից դեռ 2 շաբաթ էլ չանցած Մարկո Ռուբիոն Հայաստանում էր։ Չնախատեսված այս այցը օպերատիվ էր, ըստ քաղաքագետների աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը տրանզիտային այց է կատարում եւ օդանավակայանում Արկոս նախարարի հետ կնքում ռազմավարական գործընկերության հուշագիր։ Նման կարևոր փաստաթղթերն արդյոք ստորագրվում են 1 ժամանոց պատահական այցի ընթացքում առանց նախնական պայմանավորվածությունների։ Նման փաստաթուղթը նախորդ կազմակերպվում է, նախորդ ամիսների ընթացքում հայտարարվում է, հանդիպում են, ստորագրում են, բայց տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ օդանավակայանում ինչ-որ այցի ընթացքում իջել է Երևան, նույնիսկ ժամանակ չունի ասենք վարչապետի հետ հանդիպել եւ այլն, սա նշանակում է, սա փիառակցիա է ընդամենը նախընտրական տրամաբանության մեջ։ Փաստորեն Ռուբիոյի այցը խիստ անհրաժեշտություն էր, դրա համար էլ ճանապարհին 1 ժամանոց կանգառ ունեցավ Երևանում։ Գերագույն նպատակը ըստ քաղաքագետի աջակցել իշխանությանը։ Դա է պատճառը, որ այցի մասին նախապես չի հայտարարվել։ Բայց նախընտրական աջակցության ֆոնին պետք չէ անտեսել փաստը։ Թրամփի նախորդ կանգառը Չինաստանն էր, որից մոտ 10 օր անց այց է կատարվում Հայաստան պետքարտուղարի մակարդակով։ Ռուբիոն այս քննարկումների համատեքստում Երևանի հետ ունեցել է ճշգրտելու շատ կոնկրետ եւ առարկայական ինչ-որ բան։ Դա առաջացել է Թրամփի չինաստանյան քննարկումներից Ռուբիոյի Հնդկաստան այցի հանրագումարում։ Բարդ է ասել, բայց ըստ ամենայնի, եթե այցը տեղի չի ունենում, այսպես ասենք, ռեգիոնալ ձևաչափով, այլ լինում է միայն Հայաստան, դա կրկնեմ նշանակում է, որ առաջացել է Հայաստանի հետ շատ էական եւ կոնկրետ քննարկման անհրաժեշտություն։ Թրամփի ուղու մասին խոսակցությունները չեն լռել, թեև դրանց մասին բացրաձայն չի խոսվում։ TRIP-ը Չինաստան-Եվրամիություն լոգիստիկ ուղու արգելափակոց կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, ինչը չի բխում Պեկինի շահերից։ Միաժամանակ չի բխում նաև Ռուսաստանի եւ Իրանի շահերից, բայց աշխարհաքաղաքական այս իրավիճակում բացառված չէ ոչինչ։ Միջական ազդեցություն են ունենալու Թրամփի ուղու ճակատագրի վրա եւ բնականաբար այստեղ նաեւ առանցքային ուշադրության է արժանի այն, որ Ռուսաստանը ընդամենը 1 ամիս առաջ արտահայտեց աննախադեպ մոտեցում, որ Թրամփի ուղի ծրագիրը խախտում է ռեգիոնալ բալանսը, որ արձանագրված է 200 տարի առաջ կնքված Թուրքմենչայի պայմանագրով ռուսական եւ պարսկական կայսրությունների միջեւ։ Իսկ տարածաշրջանում բալանսի խախտումը քաղաքական դիրքորոշումների փոփոխության հնարավոր պատճառ կարող է դառնալ ընդհուպ ծրագրերի անհրաժեշտության վերանայում։
պրոյեկտը առհասարակ կարող է չեղարկվել ամերիկյան հետաքրքրություններից ելնելով եւ սրանով պայմանավորված կարծում եմ այս բանին գոնե թե խնդիրը համաձայնեցնել եւ համապատասխանեցնել կողմերի դիրքորոշումները Բայց ծրագրի միակ շահառուն Միացյալ Նահանգները չէ։ Հնդկաստանից հետո Ռուբիոյի Հայաստան այցը եւս հատկանշական է։ Հաշվի առնելով, որ Եվրամիություն Հնդկաստան առևտրային գործակցության փաստաթղթի մասին հայտարարվեց հունվարին, Թրամփի ուղու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Միրզոյան-Ռուբիո հայտարարությունից մոտ 10 օր անց ամրապնդվում է հիմնավորումը, որ Թրամփի ուղին ապագայում կարևոր առանցք կարող է դառնալ ԵՄ-Հնդկաստան կապի համար։ Հնդկաստանը եւ Չինաստանը հարավային Կովկասով անցնող ճանապարհների եւ լոգիստիկ սխեմաների շահառուներից են եւ անշուշտ Միացյալ Նահանգների քննարկումները էական նշանակություն են ունենալու Կովկասում այդ լոգիստիկ սխեմաների ճակատագրերի հարցում։ Դա կլինի Թրամփի ուղին, դա կլինի հյուսիս-հարավ երթուղին, որի ուղղություններից մեկը նաեւ Հայաստանն է։ Այսպիսով աշխարհաքաղաքական լուրջ հարցերից զատ Ռուբիոյի այցը ակնհայտ աջակցություն էր գործող իշխանությանը, պնդում է քաղաքագետը։ Վենսի այցը, ապա Եվրամիության գագաթնաժողովը, հիմա էլ պետքարտուղար Ռուբիոն։ Թեև ԵՄ-ԱՄՆ հարաբերություններն այս փուլում լարված ու մրցակցային են, բայց դա մեծ հաշվով Հայաստանի ներկա իշխանության համար առանցքային չէ։ Նախընտրական այս փուլում PR-ն ավելի կարևոր է։ Սա փորձ է լինելու նաև անուղղակի աջակցություն ներկայացնել իշխող ուժի համար։ Գաղտնիք չէ, որ գերտերությունների միջև ազդեցության համար պայքարը համառորեն շարունակվում է եւ դեռ երկար ժամանակ կշարունակվի։ Եվ գերտերությունների մրցակցությունը այժմ ոչ միայն տնտեսական կամ ռազմական բաղկացուցիչների կիրառմամբ է արտահայտվում, այլ նաև թափուկ ուժի, սուր ուժի կիրառմամբ։ Տրանզիտային այս այցի ընթացքում կնքվեց նաև հանքանյութերին վերաբերող հուշագիր, հավանաբար պոչամբարներում կուտակված նստվածքային մետաղներին վերամշակմանը վերաբերող։ Այդ մետաղները կարևորում է Միացյալ Նահանգները։ Այսպիսով, Միացյալ Նահանգների պետքարտուղարն իջավ Զվարթնոց օդանավակայանում, Արարատ Միրզոյանի հետ կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիրը եւ օդանավակայանից էլ հեռացավ, ընդամենը 1 ժամ անց։ Պետքարտուղարի Բաքու այցի մասին պաշտոնական հայտարարություն չի արվել։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ այս ամենի ֆոնին հայ-ռուսական օրեցօր լարվող հարաբերություններն են։ Մոսկվայից հնչող հայտարարություններն ավելի կոշտ ու ուղիղ են դառնում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընտրել իր ճանապարհը եւ պետք է ամբողջությամբ կրի դրա հետևանքների պատասխանատվությունը։ Նրա խոսքով Երևանը փորձում է իր անվտանգային ճարտարապետությունը կառուցել այն ուժերի հենակետով, որոնք Մոսկվան համարում է տարածաշրջանային կայունությանը հակասող գործոններ։ Պատասխանելով Երևանի կողմից եվրասիական եւ եվրոպական ինտեգրացիոն միավորումների ընտրության մասին հարցին, Շոյգուն Հայաստանին խորհուրդ է տվել ընտրել գնացք, որը համընթաց է մեր երկրին եւ ժողովրդին։ Իգոր Գուբերմանի հայտնի ոտանավորը կա։ Չի կարելի նույն տեղով տարբեր գնացքներ նստել։ Այդ պատճառով պետք է ինչ-որ կերպ այնուամենայնիվ ընտրել այն գնացքը, որը քո ճանապարհին է, քո երկրի ճանապարհին, քո ժողովրդի ճանապարհին։ Իսկ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ տնտեսական եւ հումանիտար գործակցությունը զարգացնելու նպատակ ունի։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն խոսքերով էր անհանգստանում Հայաստանի ապագայի համար, այլև կառուցում էր համակարգային քաղաքականություն, որն ուղղված էր պետության զարգացմանը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով։ Իսկ պաշտոնական Երևանը խոսում է դեպի Եվրոպա բացվող նոր ճանապարհների մասին եւ ախալքալակ Կարս երկաթուղին ներկայացնում որպես Հայաստանի տնտեսության համար պատմական հնարավորություն։ Սակայն մասնագետներն ու ընդդիմությունը հիշեցնում են մի կարևոր հանգամանք. ճանապարհ ունենալը դեռ չի նշանակում շուկա նվաճել։ Այսօր Հայաստանի արտահանման հիմնական մասը շարունակում է ուղղվել ԵԱՏՄ երկրներ, իսկ Եվրոպայում հայկական արտադրանքի ներկայությունը չափազանց սահմանափակ է։ Բարձր ստանդարտներ, խոշոր մրցակիցներ եւ թույլ արտադրական ներուժ։ Այս պայմանում հարցը մնում է բաց։ Հայաստանը պատրաստ է արդյոք եվրոպական շուկային, թե Կարսի երկաթուղին ավելի շատ քաղաքական երազանք է, քան տնտեսական իրական հնարավորություն։ Մանրամասները ռեպորտաժում։
Հայաստանը շուտով երկաթուղային կապ կունենա Եվրոպայի հետ։ Իշխանությունը սա ներկայացնում է որպես տնտեսական նոր դարաշրջանի սկիզբ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ախալքալակ Կարս երթուղու բացմամբ Հայաստանը կարող է ապրանքներ արտահանել Եվրոպական միություն, իսկ ապագայում նաև Թուրքիայով եւ Ադրբեջանով միանալ տարածաշրջանային հաղորդակցություններին։ Սակայն մինչև իշխանությունը խոսում է նոր հնարավորություններից, ընդդիմությունն ու մի շարք տնտեսագետներ մեկ հիմնական հարց են բարձրացնում. իսկ Հայաստանը ինչ կարող է վաճառել Եվրոպային։ Պարզվում է Փաշինյանի ցանկությունն ու տնտեսական իրողությունը շատ հակասական է ու բարդ։ Ըստ հաստատված տվյալների այսօր Հայաստանի ամբողջ արտահանման կառուցվածքում Եվրամիության բաժինը մոտ 5% է, ընդ որում այդ ցուցանիշի հիմնական մասը հանքահումքային արտադրանքն է։ Մնացած ոլորտներում Հայաստանը գրեթե ներկայացված չէ եվրոպական շուկայում։ Պատճառը միայն լոգիստիկան չէ։ Եվրոպական շուկան ունի բարձր ստանդարտներ արտադրությունից մինչև սերտիֆիկացում, սննդային անվտանգություն եւ մրցունակություն։ Հայաստանի տնտեսության մեծ մասը պարզապես պատրաստ չէ այդ պահանջներին համապատասխանելու։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշում է, որ Թուրքիայի տարածքով հայկական բեռներ նախկինում եւս տեղափոխվել են, պարզապես փաստաթղթերում որպես վերջնակետ նշվել է Վրաստանը։ Նրա խոսքով այժմ փոխվում է հիմնական ձևական մասը, փաստաթղթավորումը, սակայն տնտեսական բովանդակային փոփոխություն առայժմ չկա։ Խաչատրյանը նաև հարց է բարձրացնում, եթե անգամ ճանապարհները բաց են, Հայաստանը կոնկրետ ինչ ապրանք է պատրաստվում արտահանել այդ ուղղություններով։ Այսօր Հայաստանը չի արտադրում այն, ինչը Եվրոպայում կարող է վաճառել։ Եվրոպական շուկայի համար նախատեսված մենք շատ քիչ բան ենք արտադրում եւ արտահանում։ Ինչ էլ որ արտահանում ենք, հիմնականում նախատեսված է Եվրոպայի հայկական համայնքի համար։ Խաչատրյանն ընդգծում է, Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին ավելի շատ դարձել է ներմուծման եւ վերավաճառքի տնտեսություն, քան արտադրական երկիր։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, նույնիսկ եթե ենթակառուցվածքները բացվեն, դա ինքնին դեռ չի նշանակում տնտեսական հաջողություն։ Այսօր առանց փոխելու էկոնոմիկայի կառուցվածքը, փորձենք այն ապրանքները, որոնք վաճառվում են, ենթադրենք ԵԱՏՄ շուկայում, արտահանել Եվրոպա, նախ կարողա չթողեն, որովհետև կան տեխնիկական պարամետրեր, տեխնիկական անվտանգային ստանդարտներ, որոնց չեն բավարարում։ Դրանից բացի դու ահագին ժամանակ պետք է մարքեթինգային աշխատանք տանես, որպեսզի քո ապրանքները պահանջատեղ գնվեն։ Խաչատրյանը մանիպուլյացիա է որակում վերջին օրերին տարածվող հայտարարությունները, թե Թուրքիան բացում է շուկան Հայաստանի համար կամ նոր ճանապարհներ է տրամադրում։ Համասեն Էրդողանը դեռևս տարվա սկզբին էր հայտարարել, որ ընտրությունների նախաշեմին մենք ինչ-որ սիմվոլիկ քայլեր կանենք Փաշինյանին աջակցելու համար։ Համասեն է խոսքը, այսինքն Թուրքիայով, տրանզիտով բազմաթիվ ապրանքներ էին գալիս Հայաստան եւ նաեւ թուրքական ցակման ապրանքներ։ Ուղղակի փաստաթղթերում, ուղեկցող փաստաթղթերում, բեռնագրերում Հայաստան չէր նշված, ասենք Վրաստան էր նշված, Իրան էր նշված։ Եվրամիության շուկայում մրցակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը եւ Հարավարևելյան Ասիայի խոշոր արտադրողները, էժան աշխատուժով, մեծ ծավալներով եւ արդեն կայացած արտահանման համակարգերով։ Այս պայմաններում Հայաստանի համար միայն եվրոպական ուղղության վրա հույս դնելը կարող է չափազանց ռիսկային լինել։ Եվրոպական ստանդարտներին դեռևս չի համապատասխանում հայկական կազմակերպությունների բազմաթիվ կազմակերպություններ եւ իրենց արտադրանքը։ Այդ թվում մեր գյուղմթերքը հիմնականում պետք է հասկանանք մենք ինչ ենք արտադրում, որպեսզի կարողան եվրոպական շուկային հետաքրքիր դա լինի։ Փորձագետները նշում են, եվրոպական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների ներդրումներ արտադրության արդիականացման, ստանդարտների ներդրման եւ մրցունակության բարձրացման համար։ Եվրոպական երկրները իրենց գյուղմթերքի կարծես թե ձեռն էին կրակնեկել անցյալ տարի գյուղատնտեսները մեծ բողոքի ակցիաներ էին անում, չէ՞, էքսկավատորներով, տեխնիկայով եկել էին մայրաքաղաքներ, խոտ էին բերել եւ լսրել էին քաղաքապետարանների դեմ, այսինքն իրենց արտադրանքը իրացնելու, ներսում իրացնելու խնդիր ունեն։ Ըստ տնտեսագետի այս պահին Հայաստանի համար առավել իրատեսական եւ արդյունավետ շուկան շարունակում է մնալ ԵԱՏՄ տարածքը, որտեղ գործում են մաքսային միասնական կանոններ եւ որոշակի փոխճանաչելիության մեխանիզմներ։ Գյուղատնտեսական եւ այլ ոլորտների արտադրանքները, օրինակ ծիրանը կամ կոնյակը, կարող են հասնել եվրոպական շուկա միայն փոքր ծավալներով եւ հիմնականում մասնավոր նախաձեռնությունների միջոցով։ Այս պայմաններում արագ եւ լայնամասշտաբ վերակողմնորոշումը դեպի ԵՄ շուկա կարող է պարունակել տնտեսական ռիսկեր, եթե չկան համապատասխան պատրաստվածություն եւ արտադրական հիմքեր։
Քարոզարշավի նախավերջին շաբաթվա սկզբին պայքարի ամենաթեժ փուլում Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Սա նշանակում է, որ առաջիկա ընտրությանը 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Սակայն ընտրապայքարում մնացած ուժերը շարունակում են իրենց քարոզարշավը, յուրաքանչյուրը իր ծրագրով եւ հրետորաբանությամբ։ Երբ քաղաքական պայքարում կրկին սկսում են խոսել ժողովրդի անունից պայքարել էլիտաների դեմ, խոստանալ արդարություն եւ պատժել հին համակարգը, շատերը ակամա հիշում են անցյալ դարի ամենախոշոր հեղափոխական շարժումները։ Ոմանք այսօրվա քաղաքական խոսույթում տեսնում են բոլշևիկյան մեթոդների ու տրամաբանության տարրեր, մյուսները վտանգավոր պատմական չափազանցումներ։ Բայց մի հարց մնում է բաց, որտեղ է ավարտվում սոցիալական արդարության խոստումը եւ սկսվում քաղաքական անհանդուրժողականությունը։ Թեման ուսումնասիրել է Սեդա Մակարյանը։ Հաց, ժողովուրդների խաղաղություն, սոցիալական հավասարություն։ Բոլշևիկներն այս լոզունգներով եկան իշխանության, ժողովրդին խոստանալով, որ հողատերերից ու ազնվականներից կվերցնեն հողերն ու կտան գյուղացիներին, գործարաններն էլ բանվորներին։ Խոսույթը շատերին այսօր էլ ծանոթ է թվում։ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Գործնականում իշխանության գալուց հետո բոլշևիկները սկսեցին հողերի ազգայնացում, բանկերի եւ խոշոր արդյունաբերության պետականացում։ Սակայն այդ ամենին զուգահեռ ձևավորվեց միակուսակցական համակարգ, սահմանափակվեցին քաղաքական ազատությունները, սկսվեցին զանգվածային բռնաճնշումներ։ Բոլոր հեղափոխությունների մեջ կա այս ենթատեքստը, որը ուղղված է չունևոր խավին, իրեն խաբված զգացող խավին եւ միևնույն ժամանակ անկյալ անբան խավին։ Հասկանում ես, կա մի խավ շերտ ժողովրդի մեջ, որ ոչինչ չի անում եւ բոլորին թվում է, որ ինքը որ վատ է դրանց, վատ է ապրում, նրա համար որ թալանում են, գողանում են, բոլորը տանում են, ինքը բնում է առանց այդ ունեցվածքի։ Բոլշևիզմի ամենակոշտ քննադատներից մեկը Ուինսթոն Չերչիլն էր։ Նա կարծում էր, որ բոլշևիկները մարդկանց գրավում են խոստումներով, բայց արդյունքում կառուցում բռնապետություն։ 1919 թվականին Չերչիլը բոլշևիզմն անվանել էր հիվանդություն եւ ժանտախտ, իսկ ավելի ուշ հայտարարել, որ բոլշևիկյան բռնապետությունը պատմության ամենակործանարար եւ նվաստացուցիչ բռնապետություններից է։ Նրան է վերագրվում նաեւ մի միտք, ըստ որի բոլշևիկները հեշտությամբ կարող են փաստը փոխարինել ստով, եթե այդ սուտը բավական հաճախ կրկնվի։ Ես չեմ ասել, որ ես մեղավոր չեմ, ես ասել եմ, որ ես թիվ 1 պատասխանատուն եմ եւ հարց եմ տվել, արդյոք ես թիվ 1 մեղավորն եմ։ Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ հայտարարել, որ ամեն ինչի մեղավորն էլ պատասխանատուն էլ ես եմ։ Մասնագետները երբեմն բոլշևիկյան հեղափոխության խոսույթը համեմատում են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, հատկապես այն դեպքում, երբ հնչում են կոշտ արտահայտություններ հարուստների, նախկին իշխանությունների կամ էլիտաների հասցեին։ Այո, բոլշևիկները նույնպես եկան, նրանք ավելի արմատական էին։ Կալվածատերերից հողը պետք է վերցնենք, տանք գյուղացիներին եւ կապիտալիստներից էլ գործարանները վերցնենք, տանք բանվորին։ Նրանց կարգախոսը շատ պարզ էր։ Հողը գյուղացուն, գործարանը բանվորին։ Հասկանալի է։ Այդպիսի խնդիր էին լուծում, սոցիալական արդարության խնդիր, որը ի վերջո ավարտվեց, ինչպես մենք գիտենք, ամենամեծ սոցիալական անարդարության դրսևորումներով եւ այդ համակարգի փլուզումով։ Գրող պատմաբան Ալեքսանդր Սոլժենցինը տարիներ է անցկացրել խորհրդային ճամբարներում եւ իր գրքում, հատկապես Գուլագի արխիպելագում, պնդում էր, որ հեղափոխության խոստացած ազատությունն ու արդարությունը վերածվել են զանգվածային ճնշումների եւ վախի համակարգի։ Նա քննադատում էր ոչ միայն Ստալինին, այլ նաեւ հեղափոխության սկզբնական հիմքերը։ Հիմա էլ եմ սպառնում եմ, ասում եմ սատկացնելու է։ Ալվերդյանն ասում է, գործող իշխանությունը նեոբոլշևիկյան է, իր խոսքերն ապացուցելու համար նշում է, նա ոչ միայն սուտ խոստումներ է տվել սոցիալական արդարության մասին, այլ նաև ստիպել է, որ հասարակությունը պառակտվի ու մարդիկ ատեն իրար։ Այդ քարոզը, այդ կարգախոսները ստեղծվում են իրար դեմ հանելու համար զանգվածներին պարզ, բայց ոչ միայն հանելու, այլ նաև ատելություն սերմանելու։ Քաղաքացիական պատերազմները այդ ատելության
հենքի վրա են ստեղ ծնվում։ Ես սկսում եմ եղբայրը եղբոր դեմս ենք բարձրացնել, հոշոտել իրար, ոչնչացնել, ատում են։ Հայագետը զուգահեռներ է անցկացնում բոլշևիզմի եւ ներկայիս իշխանության գործողությունների միջև այս երևույթն անվանելով նիկոլիզմ։ Մի դասակարգ եղավ դժգոհների, ստեղծվեց մի դաս Նիկոլ կոչված այս փորձանքի մեր ժողովրդի գլխին, որը հավաքեց իր նման յալանչիներին, որոնք հետո դարձան փառավոր թալանչիներ եւ թալանեցին երկիրը ամեն ինչ ժողովրդին վերադարձնելու կարգախոսով։ Ոչինչ ժողովրդին չվերադարձրին, բնականաբար ավելին եղաստել ձերքից տարբեր ճանապարհներով, հարկերի բարձրացման, տուգանքների շատացման ճանապարհով թալանեցին։ Խորհրդային տոտալիտարիզմի ամենահայտնի քննադատներից էր նաև Ջորջ Օրվելը։ Նրա «Անասնաֆերմա» և 1984 ստեղծագործությունները հաճախ դիտարկվում են որպես բոլշևիկյան հեղափոխության և խորհրդային համակարգի այլաբանական քննադատություն։ Օրուելի ամենահայտնի մտքերից մեկն էր բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները։ Այս ձևակերպմամբ Օրուելը ցույց էր տալիս, թե ինչպես հավասարության խոստումը կարող է վերածվել նոր արտոնյալ դասի իշխանության։ Ալբերտյանի համոզմամբ այս համակարգը Հայաստանում հավերժ է գործում։ Հայագետը գիտի ինչու է այդպես։ Գիտեք ինչ են ժողովուրդներին սոված պահում, որովհետև սոված ժողովուրդները ենթարկվում են, վախում են վերջի կտոր հացը կորցնելուց են եւ քվեարկում են այնպես, ինչպես ուզում են բռնապետները։ Հեղափոխությունները սովորաբար սկսվում են գեղեցիկ խոստումներով՝ արդարություն, հավասարություն, ժողովրդի իշխանություն։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն այդ խոստումների ճանապարհը կարող է ավարտվել բոլորովին այլ իրականությամբ։ Փորձագետների համոզմամբ հենց այդ պատճառով էլ բոլշևիզմի մասին քննարկումները շարունակում են արդիական մնալ նաև այսօր, երբ քարոզարշավի ժամանակ հայտարարվում է, թե իբր երեխաների հեղափոխություն է սպասվում։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ ընտրապայքարի առյուծի բաժինը ինֆորմացիոն դաշտում է։ Անհայտ կայք, անհասկանալի հեղինակներ, չստուգված փաստաթղթեր, բայց շատ հայտնի անուններ։ Հայաստանի քաղաքական ու մեդիա դաշտում հերթական արտահոսքն է շրջանառվում։ Այս անգամ արդեն հիբրիդային պատերազմի, ազդեցության ցանցերի եւ ռուսական հետքի մասին պնդումներով։ Հրապարակումների աղբյուրը նորաստեղծ կայք է, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Սակայն դրա նյութերը մի քանի ժամվա ընթացքում լայն տարածում գտան սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում։ Իսկ երբ փաստերն անհասցե են, հարցերը շատանում են։ Ինչ արտահոսք է եղել Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Հոդված, որի հեղինակը հայտնի չէ, աղբյուրը նույնպես։ Բայց հրապարակումից հետո այն սկսեց արագ տարածվել հայկական մեդիա դաշտում, առաջացնելով հարցեր։ Առաջին տարածողներից մեկը Դանիել Իոաննիսյանն էր։ Հրապարակվել են FSB-ի Հայաստանի հետ կապված որոշ նյութեր, որոնք ըստ ամենայնի ձեռք են բերվել ինչ-որ մեկի հեռախոսը փետրվարի 26-ին կոտրելու արդյունքում։ Նյութերում առկա են Հայաստանի քաղաքական միջավայրի վրա ազդեցության Ռուսաստանի Դաշնության պլանները, ռեսուրսներն ու միջոցները։ Նշված են անձանց ու կուսակցությունների անուններ, իրենց համար աշխատող ԶԼՄ-ների ու կարծիքի առաջատարների անուններ։ Ով է հրապարակել այս տվյալները, որոնց հղում է անում Իոաննիսյանը։ Կայքի անունը Կովկասի քրոնիկոն է։ Հոդվածները ռուսերեն են, վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային, Իրանին։ Կայքը գործում է 2025-ի մայիսից։ Կայքում բացակայում են այն հիմնական տարրերը, որոնք սովորաբար ապահովում են լրատվության վստահելիությունը, հեղինակ, սկզբնաղբյուր եւ ստուգելի հղումներ։ Ֆինանսավորման աղբյուրների սեփականատերերի մասին տեղեկություններ չկան։ Հայտնի չէ նաև, թե որտեղից է գործում կայքը։ Նման արտահոսքերն ընտրությունների շեմին հաճախ չեն դիտվում որպես տեղեկություն։ Դրանք կարող են լինել օրակարգ ձևավորելու, հանրային ընկալումներ փոխելու կամ քաղաքական արձագանք ստուգելու գործիքներ։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն հստակ նշում է, երկու ուղղությամբ ուշադիր պետք է լինել։ Երևի բաժան ենք, որքանով է իրական փաստաթղթերը եւ կա արդյոք սրա հետեւը արտահոսքի հետեւը միտում ակնհայտ է, որքանում են փաստաթղթերը իրական եւ ոչ սա առանձին հասկանալու բաներ են։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա երրորդ արտահոսքն է։ Բոլորը ներկայացվում է Ռուսաստանի Դաշնությունից ուղղորդված հիբրիդային պատերազմի փորձի բացահայտում։ Սամվել Մարտիրոսյանը դրանցից առաջինը սոցիալական դիզայնի արտահոսքն անիմաստ ու շատ բացահայտ մանիպուլյացիա է որակել։
Արտահոսքերից մեկն էլ The Insider հարթակով էր տարածվել, որը գրանցված է ռուսալեզու հետաքննական հարթակ որպես։ The Insider-ը պարբերաբար հրապարակում է բարձր քաղաքական ռիսկ ունեցող նյութեր, հիմնված արտահոսքերի եւ փաստաթղթերի վրա, ճիշտ այնպես, ինչպես Կովկասի քրոնիկոնում է։ Պարզապես տարբերությունն այն է, որ քրոնիկոնի անհասցե հոդվածում հրապարակվել են մի շարք լրատվականների, քաղաքական հանրային գործիչների անուններ, որոնք իբր մաս են կազմում Ռուսաստանի Դաշնությունից ուղղորդված հիբրիդային պատերազմի։ Պարզ է, որ բազմաթիվ ինչ-որ հակերային թիմեր, որոնք աշխատում են, շատ հավանական է, որ իրանց մեջքում կանգնած են ինչ-որ պետական հակերային թիմեր, որոնք իրականացնում են գործողությունները, հետո այս տվյալները արդեն լեգիտիմացնում են տարբեր տիպի արտահոսքներ։ Հասկանալի է, որ ընտրությունները այս ամեն ինչի ամենալուրջ լարվածության պահ համ փաստաթղթերն են վերաբերում ընտրությունների, համ արտահոսքները ակնհայտ է, որ արվում են ընտրությունների նախաշեմին։ Իսկ ինչպես պետք է հասարակությունը պայքարի նման արտահոսքերի դեմ։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով այդ արտահոսքերը, տեղեկությունները հասարակությունը չպետք է ընկալի որպես իրենց քաղաքական համոզմունքի ապացույց կամ հերքում, այլ զուտ որպես տեղեկություն, որին ոչ միայն չպետք է տրվել ու հավատալ, այլև պետք է կասկածով վերաբերվել, ստուգել եւ փաստեր փնտրել։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ 107 պատգամավորներից նիստին մասնակցել են ընդամենը 5-ը։ Եվ վերջում, Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մայիսի 27-ին վաղը ժամը 7-ից 12-ը փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները։ Զաքյան Ամիրյան, Աբովյան Արամին, Նալբանդյան Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան Տիգրան Մեծ, Ագաթ Հանգեղոսի Խաչմերուկ, Բեյրութ Գրիգոր Լուսավորիչ, Իտալիա Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի Բեյրութ, Խորենացի Ագաթ Հանգեղոսն ամբողջությամբ Վազգեն Սարգսյան Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի վաղը առավոտյան ժամի 9-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։